Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Այսօրվա մեր հանդիպման առիթը հետևյալն է, մենք հրավիրել ենք Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած եւ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին, ոմանք սեփականատերեր եւ կառավարիչներ, տնօրեններ, եւ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ գործառույթի համար, որը դուք իրականացնում եք, նաեւ այն պատճառով, որ ընկերությունները հիմնականում ես կարող եմ 2018 թվականից մինչև օրս ասել, արձագանքող են եղել եւ շարունակում են արձագանքող լինել կառավարության քաղաքականություններին, որտեղ հիմա մեր հիմնական ասելիքներից եւ ճիշտն ասած ընդգծումներից մեկն այն է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան եւ միջավայր ենք նաեւ մենք որոշակի ստեղծել։ Իհարկե սկզբանե մենք շատ կենտրոնացած էինք այն հարցի վրա, թե ինչքան աշխատատեղ ստվերից պարզապես դուրս է եկել, ինչքան է զրոյից ստեղծվել, բայց հետո հասկացանք, որ այդ խոսակցությունը շատ խճճող է եւ այն աշխատատեղերը, որոնք կան, տեսանելի են պետության համար, իրանք կան, այն աշխատատեղերը, որոնք չկան, իրանք ուղղակի չկան։ Դա ուրիշ կատեգորիայի երևույթ է եւ շատ կարեւոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք։ Նաեւ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է։ Ընդհանրապես աշխատանքի շուկայում այն process-ները, որոնք հիմա տեղի են ունենում եւ սպասվում են, պետք է հատուկ ուշադրության առարկա լինի։ Ինչու՞։ Այդ թվում այն պատճառով, որ արհեստական բանականության ներդրումը եւ ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ ինքը ռիսկեր է առաջացնում, այդ թվում աշխատատեղերի մասով։ Հիմա իհարկե ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասը արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսները անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, ինքը որոշակիորեն ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի եւ դերաբաշխման առումով, ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու, սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով, կրթությունով նույնիսկ եւ այստեղ շատ մեծ վերլուծական եւ գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք հանկարծ խնդիրների առաջ չկանգնենք երկարաժամկետում, որովհետեւ պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ինքը ծանոթ երևույթ չի եւ իր հետևանքներն էլ ճիշտ է անդադ վերլուծվում են, բայց շատ ճշգրիտ ալգորիթմեր չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում, բայց նաեւ ես միշտ այս ժամանակաշրջանի մասին մտածելիս մտածում եմ առաջին արդյունաբերական հեղափոխության մասին, որ երբ որ հոսքագծերը ստեղծվեցին, մանուֆակտուրաները ստեղծվեցին, արհեստավորները հարձակվում էին մանուֆակտուրաների վրա, հրդեհում էին մի հարցադրման ներքո, եթե այսպեսին է լինելու աշխատանքը, բա մենք ինչով ենք զբաղվելու եւ ինչով ենք ապրելու։ Իհարկե այդ հարցը այդ պահին ուներ իր հստակ հիմնավորումը, բայց հետո այլ բան տեղի ունեցավ։ Մարդկային հսկայական ներուժ իրոք ազատվեց եւ մարդկային հսկայական ներուժը, որ նախկինում մտածելու ժամանակ չուներ, սկսեց մտածել եւ արդյունքում տեղի ունեցան այն տեխնոլոգիական ճեղքումները, որոնք մենք այսօր, ես պատկերավոր ասած ասում եմ մարդը արհեստանոցից կտրվեց եւ սկսեց մտածել եւ ստեղծեց տիեզերանավ եւ թռավ տիեզեր։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը նույնպես այդ էֆեկտն է ունենալու եւ մենք պետք է հասկանանք ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել, որպեսզի այն պարզ է, որ ընկերությունները եւ բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի արհեստական բանականության գործիքները ավելի շատ օգտագործվեն, որովհետև խոսքը ի վերջո արդյունավետության մասին է։ Մենք վերջին տարիներին միլիարդներ ենք ծախսել, որպեսզի տնտեսությունը արդիական եւ արտադրողական արդյունավետ լինի, եւ այս առումով նույն մեր ամենահաջողված ծրագրերից մեկը, որը հույս ունեմ, որ ներկաների առնվազն զգալի մասը օգտվել է, մասնավորապես տնտեսության արդիականացման ծրագիրը, որ մենք խոսակցական լեզվով լիզինգի ծրագիր ենք անվանում,
ինքը շատ կարծում եմ էական դերակատարում է ունեցել, որպեսզի մենք տնտեսական այս դինամիկան ապահովենք եւ մեծ հաշվով 2018-ից մինչև օրս ի հեճուկս 20 թվականի կոവിഡ് պատերազմ եւ այլն մենք միջինում 7% տնտեսական աճ ապահովել ենք, որը կարծում եմ շատ մեծ տնտեսական ցուցանիշ է, 8 տարի միջինում 7% տնտեսական աճ ապահովել, ես դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ։ Հիմա ընթացիկ հարցերից օրինակ աշխատանքի շուկայում ես նաև որ վերջին ամսվա ընթացքում ավելի շատ եմ շփվում մարդկանց հետ, երկու առանցքային հարց կա, որ իմ կարծիքով այս օրերին շատ քննարկվում է։ Առաջին հարցը հետևյալն է, որ այն մարդիկ, ովքեր այսպես սահմանային աշխատավարձ ունեն կապված առողջության ապահովագրության շահառու դառնալու հետ, իրանք այդ խնդիրը շատ բարձրացնում են, ասենք 200,000 եւ ավել դրամ աշխատավարձ ստացողներն են, որ առողջության ապահովագրության են, շատ մեր առաջ հարցեր են բարձրացնում, որ կամ եզրային են, կամ այնուամենայնիվ ինչ որ աշխատավարձից վերային հատված կա եւ ես կուզենայի, որ այդ այն դեպքերում, երբ որ մենք շատ մոտ ենք այդ եզրին, ասենք 195, 197 եւ այլն, իսկ այսպիսի աշխատավարձեր կան, շատ շնորհակալ կլինեինք, եթե եզրային վիճակները մեր հարգելի գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեն, որովհետեւ մեզ համար անակնկալ ձևով առողջության ապահովության համակարգը բավականին լավ աշխատում է։ Մենք ճիշտն ասած, երբ որ ներդրում ենք համակարգը շատ լարված էինք, բայց բնականաբար նման շրջադարձային որոշումները լարվածություն են առաջ բերում, մանավանդ որ Հայաստանում 2 անգամ արդեն եղել է փորձ առողջության ապահովագրությունը ներդնելու, 2 անգամ էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել։ Հիմա արդեն առավել եւս առաջին երամսյակի արդյունքներով մենք համոզված ենք, որ համակարգը ներդրված է եւ այստեղ է, որ մեր հարգելի գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն, որովհետեւ դա ըստ էության համագործակցության մի նոր պլատֆորմա, որտեղ, բայց կարծում եմ, որ սա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարց է, որտեղ առողջության ապահովագրություն նշանակում է ավելի առողջ աշխատողներ, ովքեր ավելի արտադրողական են իրենց աշխատանքի մեջ եւ ավելի լավ տրամադրություն ունեն հիմնարկներում եւ ավելի լավ տրամադրություն են ապահովում եւ երկրորդը իհարկե մենք նախորդ տարի կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանի Հանրապետությունում 78.4, որը մեր պատմության մեջ աննախադեպ թիվ է եւ բնականաբար մեր բնակչության թվի առումով եւ այլն դա շատ մեծ եւ էական գործոն է, որը մեր հիմնական նպատակներից մեկն է։ Մեր նպատակն է, որ մարդը երկար ապրի, բայց երկար ապրելու պայմաններում լավ ապրի, հնարավորինս լավ ապրի եւ նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը ավելին է, քան սպառողական զամբյուղը եւ շոշափելիորեն է ավելի եւ դա նույնպես տնտեսության եւ կառավարության համագործակցության արդյունքն է։ Երկրորդ խնդիրը, որը շատ բարձրաձայնվում է եւ ընդհանուր բանավեճերի տեղիք է տալիս քաղաքացիների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ աշխատուժի ներհոսքն է Հայաստանի Հանրապետություն, որովհետև իհարկե մենք առիթ ունեցել ենք նաև առնվազն ներկաներից մի մասի հետ քննարկել այդ հարցը, որ մենք ունենք մի կողմից գործազրկության խնդիր, բայց մյուս կողմից համոզված եմ շատերդ ունենք նաև աշխատատեղերը լրացնելու խնդիր եւ անկեղծ ասած այս դիլեման հասկանալու հարցում կարծում եմ մենք ավելի ակտիվ հաղորդակցություն պետք է ունենանք, որովհետև ակնհայտ է, որ ես հիշում եմ տեղեր են եղել, երբ որ այցի ընթացքում իհարկե մենք այդ հարցերը քննարկում ենք, շոշափում ենք եւ սեփականատերը կամ տնօրենը ասել է, որ գիտեք ինչ ամեն ինչ հասկանում ենք, բայց մենք ստիպված ենք, ասենք օրինակ չգիտեմ 300-400 աշխատող հրավիրել դրսից, որովհետև մենք չենք կարողանում ներսում ներգրավել աշխատողներ։ Իհարկե մյուս կողմից հնչում է աշխատավարձից ցածր լինելու հետ կապված հասկանալի շեշտադրում, բայց ես մեկը ասում եմ, ես չեմ հասկանում, ոնց է որ չաշխատելը ավելի շատ եկամուտ է բերում, քան աշխատելը նույնիսկ ցածր աշխատավարձով։ Եվ հետեւաբար հաջորդ հարցը, որը աշխատանքի շուկայի ոլորտում
շատ մեր ուշադրությունը գրավում է այս հարցն է եւ իհարկե այս համատեքստում մենք ուզում ենք հասկանալ թե այլ ինչ կարող ենք անել որպեսզի խթանենք աշխատատեղերի ստեղծումը, որովհետև ի վերջո սոցիալական ամբողջ քաղաքականությունը եւ իմիջիայլոց սոցիալական քաղաքականությունների առանցքային հայեցակարգային փոփոխությունը, որը մենք հիմա փորձում ենք անել կամ մենք մեզ համար արել ենք, բայց ուզում ենք նաեւ մեր հանրությանը ավելի ընդունելի դարձնել այդ միտքը, որ աշխատունակ մարդը իր ապրուստը եւ ի վերջո նաեւ բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով, որովհետեւ ապրուստ եւ բարեկեցություն ապահովել ուրիշ ճանապարհ պարզապես չկա, չի կարող լինել ուրիշ ճանապարհ եւ որևէ ուրիշ ճանապարհը այդ ինքը արդյունքում փակուղի է տանելու։ Եվ մյուս կողմից ինչպես անել, որ այս թեզը հնարավոր դառնա, դուք գիտեք, որ մենք նաեւ շատ դժվար որոշումների ենք գնացել, բայց անհրաժեշտ նաեւ սոցիալական ապահովության գնահատման բոլորովին նոր համակարգ ենք ներդրել, որի արդյունքում պրոցեսները գնալու են հետեւյալ տրամաբանության մեջ, որ մեր մարդուն ուղեկցելու ենք միջև աշխատանք։ Եվ այսինքն անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է, որ մենք X կետում մարդուն պետքա կոնկրետ հասցեով եւ աշխատավարձով աշխատանք առաջարկենք։ Եվ այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում մենք մարդուն պարզապես ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը ուրեմն եկամուտ ունի, որտեղ եթե մարդը եկամուտ չունի, ինչ է ինքը հրաժարվում, եթե ասենք պարզա չէ, որ առողջական խնդիր չունի եւ այլն եւ այլն։ Բայց իհարկե այս ամեն ինչի համատեքստում ամենակարևորը կրթությունն է եւ կրթական վերափոխումը, որ մենք մարդկանց կարողանանք աջակցել, որ նրանք վերամասկրան գիտանան։ Եվ այստեղ էլ մենք մասնավոր հատվածից շատ մեծ ակնկալիքներ ունենք եւ մասնավորապես քոլեջների կառավարման գործում մասնավոր հատվածի կառավարումը, որ մենք մասնավոր հատվածում իհարկե կան քոլեջներ, որոնք աշխատում են եւ լավ են տարբեր անուններով, հա, երբեմն ակադեմիա կոչվում, երբեմն դպրոց է կոչվում, ես նկատի ունեմ, որ մասնագիտությունն է հաղորդում մարդկանց, այնպիսին, որը շատ կոնկրետ հասցեով կապված է աշխատանքի շուկայի հետ, որտեղ սա էդ էլ լավան, կրթական երկու կոնցեպտ է, որը երկուսն էլ որոշակի համակարգում ունի իր տրամաբանությունը, կոնցեպտից մեկն այն է, որ ես կրթություն եմ ստանում, որպեսզի ստանամ որակավորում, որը նորմալ է, բայց այն կոնցեպտը, որ ես նկատի ունեմ եւ որի հետ կապված մասնավոր հատվածի աջակցությունը շատ կարեւոր է եւ համագործակցությունը, որ ես կրթություն եմ ստանում, որ կոնկրետ տեղում ընդունվեմ աշխատանքի։ Եվ այս պրակտիկան իմիջիայլոց շատ է կիրառվել պրակտիկորեն Հայաստանում։ Ես հիշում եմ մասնավորապես IT ոլորտի մի շարք ընկերություններ, որ այցելում էինք, հենց իրանց գրասենյակային տարածքներում կային դասասենյակներ, որտեղ տարբեր տեղերից շրջանավարտներ էին հրավիրում, էս էլ է հետաքրքիր արտահայտություն, շրջանավարտներ հրավիրում էին վերապատրաստելու, որպեսզի անցնեն աշխատանքի։ Այսինքն նույն տեխնոլոգիական ոլորտում մարդը դիպլոմ է ստանում, բայց ինքը որպեսզի արդեն աշխատի, ինքը մի հատ էլ կրթություն ստանում է ընկերությունում, ինչը էլի կարծում եմ այս երկրորդ կոնցեպտի բացակայության կամ այդեղ ճեղքի արկայության պատճառն է, որովհետև տրամաբանությունն այդ կլներ, որովհետև համ ընկերությունն է ժամանակ եւ ռեսուրս վատնում, համ շրջանավարտն է ռեսուրս վատնում, որովհետև կանխավարկածն է, որ եթե ինքը դիպլոմ ունի, ինքը պետք է գնար ընկերություն, ընդհանրապես ադապտացիոն մի շրջան անցներ եւ արդեն պատրաստ լինել այդտեղ աշխատելու, բայց շատ հաճախ է լինում դեպքեր, որ կա դիպլոմ, բայց աշխատելու համար պետքա նորից մասնագիտանալ տվյալ ընկերություն։ Տենց պրակտիկաներ գիտեմ, որ այդ թվում ներկա մի շարք ընկերություններում կա եւ մեր խնդիրն է այս երկրորդ պրակտիկան ուժեղացնել, բայց նաեւ ընդհանուր կրթական համակարգում մասնավոր հատվածի եւ իրական տնտեսության ավելի մեծ ներգրավումով մենք այնպես կարողանանք հասնել այն արդյունքի, որ շրջանավարտը արդեն առնվազն էականորեն ավելի պատրաստ լինի ուղղակի գնալ մտնել եւ աշխատել կոնկրետ ընկերությունում, կոնկրետ ոլորտում, կոնկրետ գործարանում, արտադրամասում եւ այդպես շարունակ։
իմ գնահատականն է, որ մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր մի շրջափուլ ենք մտնում, եւ դա իհարկե կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ, եւ մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասվում, որը կապված է առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Բայց ըստ էության այսօր էլ Հայաստանը հաղթարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք եւ սա շատ կարեւոր է եւ ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը քաղաքական հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու, այսինքն դա եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի է, բայց ես ինչքան հասկանում եմ, մենք դեռ արտահանման համար առանձնապես երկաթուղին չենք օգտագործում, որովհետեւ դե պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրանք վերափոխելու համար նախ պետքա վստահություն, մարդիկ պիտի հասկանան, որ ասվում է, ինչքանով է տևական, հուսալի, եւ երկրորդն է իհարկե լոգիստիկ շղթաները պետքա փոխվեն, որովհետեւ ուրիշ բան է, որ բեռնատարի տրամաբանության են մտածում, ուրիշ բան է, երբ որ վագոնի տրամաբանության են մտածում, ես իհարկե շատ գիտելիքներ չունեմ այդ ոլորտում, բայց ակնհայտ է, որ այդտեղ որոշակի պլանավորման եւ իրագործման հետ կապված վերափոխումներ պետք է արվեն։ Տեսեք 2018 թվականից մինչև օրս մեր իրական գնահատականներով մեր համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել։ Այսինքն 25 թվի արդյունքներով, 26 թվի արդյունքներով իհարկե 53%-ի համախառն ներքին արդյունքի իրական նոմինալ աճը ավելին է, կրկնապատիկ է, բայց նոմինալ աճով մենք չենք առաջնորդվում եւ կարծում եմ, որ մեր տնտեսությունը եկել է հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես, պետություն, աշխատող, գործատու հարաբերությունները պետքա տեղափոխվեն, զարգանան արդեն հաջորդ հարկի վրա պետքա լինեն եւ սա նաեւ շատ լավ առիթ է, որպեսզի մենք նաեւ այդ հարցերը ձեզ հետ քննարկելու եւ ձեր նկատառումները լսելու հնարավորություն ունենաք եւ ամփոփելով իմ բացման խոսքը եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար այդ թվում, որովհետեւ իսկապես կան ոլորտներ եւ կան ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել եւ շատ կարեւոր է, որ այդ ընկերությունները նաեւ որոշակի նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում նաեւ Հայաստանի Հանրապետություն, ինչը իրականում ամենակարևոր կապիտալն է, որը նոր տարածքներ է բացում գործունեության նոր ոլորտներ մտնելու, նոր դաշտեր մտնելու համար, որը մեզ համար անծանոթ է եղել, այսինքն դա ճանապարհ է, որը մենք անցնում ենք, եթե ճանապարհը հաջող ես անցնում, նոր տեսադաշտեր եւ նոր հնարավորություններ են բացվում։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր իր առաջ ունի հորիզոններ, որը ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել, Հայաստանը իր պատմության ընթացքում չի ունեցել, այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջանը, բայց միշտ նաև այդ եմ ասում, որ գոլային իրավիճակը դեռևս գոլ չի, այսինքն կարող լինի եւ դինում է այդպես, որ խաղի ընթացքում ունեն տասնյակ գոլային հնարավորություններ եւ լավագույն արդյունքը այս դեպքում, որը եթե չի իրացվում, ոչ ոքին այդ մեծ հավանականությամբ արդյունքում այդ գոլային իրավիճակները չիրացրած թիմերը հասնում են պարտության եւ մենք ողջևորված լինելով նրանով, ինչին այսօր մենք հասել ենք, այդ թվում
մեր մտածողության եւ դիտանկյունների փոփոխության արդյունքում մենք հասկանում ենք նաեւ, որ գոլային իրավիճակները պետքա կարողանալ ստեղծել, բայց պետքա նաեւ իրացնել, որովհետեւ առանց դրանց իրացման էական չի։ Այսինքն համարյա գոլ չկա։ Այսինքն կա համարյա գոլ, բայց մեկը դա հաշվի մեջ որոշի բան չի փոխում։ Դա ընդհանրապես բերում է հիասթափություն եւ իմ հիմնական ուղերձը այն է, որ մենք գոլային իրավիճակը ստեղծել ենք, այդ թվում մեր տնտեսության համար մեզ հարկավոր է կարողանալ այդ իրավիճակը շարունակական անդադ օգտագործել, ակնհայտ է, որ կառավարությունը առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների եւ ընդհանրապես առանց տնտեսության իրական հատվածի դա չի կարող անել եւ ընդհանրապես այսօր շնորհակալություն հայտնելուց բացի ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա եւ սա է ըստ էության իմ հիմնական ուղերձը։ Կրկին շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունել եք եւ այս խոսակցության հնարավորությունը ընձեռել եք։ Շնորհակալ եմ։